Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստան, դիվանագիտական և իրավական նոր նախաձեռնություն միջազգային ասպարեզին մեջ։ Վրաստանի մեջ Ադրբեջանի դեսպանության կողմէ 44-օրյա պատերազմին տարելիցին համերգ կազմակերպելը անընդունելի է։ Վրաստանի հայ համայնք։ Յուրաքանչյուր պատմություն հերոսի կյանքեն կդառնա գամուրջ անցյալին և ներկային միջև։ Արամ Քևորքյան։ Ոչ ոք իրավունք ունի մեր պատմության թեմ գործածել զավթողական ծրագիրներ և չստանալ անոր հստակ քաղաքական կանխարգելիչ պատասխանը։ Արման Թաթոյան։ Ֆրիդյոֆ Նանսենեն 100 տարի անց պատմությունը գրնվեցավ։ Նաթան Սրբազան։ Հայաստանը Արարատ լեռն է։ Վիտալի Միլոնով։ Գարսի Սուրբ Առաքյալներու եկեղեցին հայկական ճարտարապետության կողար Արևմտյան Հայաստանի մեջ։ Երևանի մեջ տեղի պիտի ունենա ցեղասպանագիտության նվիրված միջազգային գիտաժողով։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը կշարունակե իր իրավական վերածննդյան ռազմավարությունը միջազգային հարթակին վրա։ Ֆրանսիայի մեջ գտնվող անոր դիվանագիտական առաքելությունը պաշտոնապես հանձնած է հիշատակագիր միջազգային արդարադատության դատարանին և Միացյալ Ազգերու կազմակերպության գլխավոր քարտուղարության պահանջելով սկսել գործընթացը ուղղված պատմական հայկական պետության իրավական շարունակականության ճանաչման և 1894-ին 1923 թվականներու հայրու թեմ իրականացված ցեղասպանության մեջ Գերմանիո պատասխանատվության քննության։ Այս քայլը կարևոր հանգրվան է իրավական հիմքերու վրա կառուցված այդ քաղաքական միավորի համար, որ իր գոյությունը կհիմնավորե առաջին համաշխարհային պատերազմեն յետ ընդունված միջազգային իրավունքի փաստաթուղթերուն վրա, հատկապես Վերսալի պայմանագրով, Խաղաղության ժողովի որոշումներով, Սևրի պայմանագրով, նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային վճռով և 1919 թվականի Օսմանյան ռազմական դատարաններու վճիռներով։ Մեր քայլին բնույթը ոչ միայն խորհրդանշական կամ հիշատակի է, այլ իրավական, փաստաթղթավորված և դիվանագիտական գործընթացն է։ Իրավունքը չի վերանար միայն այն պատճառով, որ խախտված է, հայտարարած է Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյան։ Հիմնավորված փաստարկներ ժամանակակից իրավաբանական տեսություններու մեջ։ Քաղաքական և իրավական շարունակականություն։ Արևմտյան Հայաստանի իրավաբաններուն համոզմամբ պատմական հայկական պետությունը երբեք օրինական կերպով չէ փոխարինված միջազգային փաստաթուղթերուն մեջ, որոնք կվերապերին Արևմտյան Հայաստանի հայրու իրավունքներուն։ Բնիկ ժողովուրդներու իրավունքներ։ ՄԱԿ-ի 2007 թվականի հայտարարության համաձայն Արևմտյան Հայաստանի հայերը կներկայացվին իբրև բնիկ ժողովուրդը, որ զրկված է իր տարածքեն, պաշտպանութենեն և վերականգնման իրավունքեն։ Ցեղասպանության միջազգային պատասխանատվություն։ Նախաձեռնությունը կմիանա համաշխարհային արդարադատության այն մեխանիզմներուն, որոնք կիրառված են նման պատմական բարականերուն։ Հարգելի հայրենագիտներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ Western Armenian պաշտոնական կայքեն։ Վրաստանի մեջ Ադրբեջանի դեսպանության կողմէ 44-օրյա պատերազմի տարելիցին համերգ կազմակերպելը անընդունելի է։ Կհայտնենք մեր բարոյական վրդովմունքը, քանի որ նման իրադարձությունը տեղի ունենա այն ժամանակաշրջանին, երբ հազարավոր հայ ընտանիքներ դակավին կդարաբին էթնիկ զտումներու հետևանքներեն, իսկ Բաքվի մեջ կշարունակվի գեղձ դատավարությունը Ադրբեջանի կողմէ անօրինաբար գերեվարված քաղաքացիական անձերու և դարաձաշրջանի նախկին ղեկավարներու թեմ։ Այս գործողությունը կհանդիսանա միջազգային մարդասիրական իրավունքի գոբիթ խախտում։ Թիֆլիսի մեջ նման միջոցառումներու իրականացումը կնպաստի էթնիկ լարվածության և փախումներու խորացման։ Հայացքն Արցախին հաղորդման հյուրն է Արամ Քևորքյան։ Արցախը անոր համար ոչ միայն տարածք է, այլև հոգևոր արժեք։ Անոր խոսքով Արցախը կխորհրդանշե հայ ժողովրդի պայքարը։ 2020-ի պատերազմեն յետ Արամը խումբ աճակիցներու հետ որոշեց աջակցել զոհված հերոսներու զավակներուն։ Ան իր բարտկը կհամարե ոչ միայն օգնության ցերկ մեկնել այդ ընտանիքներուն, այլ նաև քրի առնել ամեն զինվորի հերոսական պատմությունը։ Յուրաքանչյուր պատմություն հերոսի կյանքեն, անոր ծնողներուն կամ մարտական ընկերներուն միջոցով կդառնա գամուրջ անցյալին և ներկային միջև։ Երբ ես ըլամ Հայաստանի Հանրապետության ղեկավար, գործի կտրվի դիվանագիտական, տեղեկատվական, քաղաքական և գիտական ամբողջ գործիքակազմը Ադրբեջանի զավթողական քաղաքապարախոսության ամբողջ էությունը միջազգային հանրության ներկայացնելու համար։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի պետությունը փորձի այս հիման վրա որևէ միջոցառում կազմակերպել արտերկրի մեջ, այդ պիտի դառնա լրջակույն խնդիր։ Միջազգային ներկայացուցիչներու ներգրավումը նման միջոցառումներուն պիտի ներկայացվի իբրև աջակցություն զավթողական ծրագիրներուն և խոչընդոտ խաղաղության
հաստատման։ Ադրբեջանեն եկող հայտարարությունները պիտի փոխանցվին գործընթացի միջնորդներուն, պիտի ստանան արձագանք եւ Հայաստանի արտաքին գործերու նախարարությունը երբեք չի լրացներ զանոնք։ Հայաստանի ղեկավարը պետք է տեսնե վտանգները, ստապ կնահատե զանոնք եւ ժամանակին ի գործ տնե դիվանագիտական գործիքագազմերը սպառնալիքները չեզոքացնելու համար։ Մեր ցերքին մեջ են թե իրավունքը, թե պատմական փաստերը։ Մենք խաղաղություն կուզենք եւ գայունություն ամբողջ տարածաշրջանին համար, սակայն ոչ ոք իրավունք ունի մեր պետության թեմ գործածել զավթողական ծրագիրներ եւ չստանալ անոնց հստակ քաղաքական կանխարգելիչ պատասխանը։ Սա է խաղաղության կառուցման ճամփան եւ ես իբրև ղեկավար պիտի ընեմ այդ։ Նոյեմբեր 5-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերություններու եւ արարողագարքի պաշտի դնորեն գերաշնորհ Տեր Նաթան arczepiskopos Հովանեսյան Մայրաթորի մեջ ընդունեց 100 տարի անց Ֆրիդյոֆ Նանսենի ոտնահետքերով խորակրով միջազգային գիտաժողովի մասնակիցները նվիրված Ֆրիդյոֆ Նանսենի եւ անոր հանձնախումբի Հայաստան այցելության 100-ամյակին։ Երևանի Ֆրիդյոֆ Նանսենի տանկարանի դնորենը ներկայացնելով հյուրերը սրբազան հոր փոխանցեց տեղեկություններ գիտաժողովի աշխատանքներուն եւ արձանագրված արդյունքներուն մասին։ Գերաշնորհ Նաթան arczepiskopos-ը ողջունեց գիտաժողովի նախաձեռնությունը ներկաներուն փոխանցելով նորին Սուրբ Օծություն Դերդեր Քարեկին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները։ Անդրադառնալով հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիդյոֆ Նանսենի մարդասիրական առաքելության, սրբազան հայրը ընդգծեց վերջինիս անուրանալի վաստակը ցեղասպանութենեն փրկված հայ փախստականներուն եւ որպացած երեխաներուն ցուցաբերած խնամքի եւ անոնց վերաբնակեցման գործին մեջ։ Այս առընչությամբ Նաթան սրբազանը ցավով արձանագրեց, որ Ֆրիդյոֆ Նանսենեն 100 տարի անց պատմությունը գտնվեցավ, Արցախահայությունը բռնի գերբով դեղահանվեցավ եւ հայրենազրկվեցավ։ Arczepiskopos-ը շեշտեց, որ այս իրականության դիմաց Նանսենի ոգին իբրև համամարտկային խղճի ցայն եւ մարտասիրության եւ արդարության խորհրդանիշ մեր ժամանակներուն կդառնա բարոյական ուղեցույց հաստատուն մնալու սիրո, կարեկցանքի եւ ճշմարտության ջամփուն վրա։ Վիտալի Միլոնովը Ալֆա Նյուզին դված իր հարցազրույցին մեջ քննադատած է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը եկեղեցվո եւ հոգեվորականներուն հանդեպ զայն համեմատելով Ուկրաինայի իրավիճակին հետ։ Ան նշած է, որ Հայաստանի մեջ քրիստոնեական արժեքները փոխարինված են արևմտյան ասացություններով։ Միլոնովը նաև արձագանքած է Ալիևի հայտարարություններուն եւ Արարատ Լերան պատկերի հերացման փաստին, ընդգծելով, որ Արարատը Հայաստանի խորհրդանիշ է։ Հարցազրույցի ավարտին ան քննադատած է Ղազախստանեն Ադրբեջանի միջոցով ցորենի ներմուծումը զայն բնութագրելով իբրև ազգային դավաճանություն։ Գարսի Սուրբ Արաքյալներու եկեղեցին ի սկզբանե կառուցված է իբրև հայկական քրիստոնեական տաճար եւ հայտնի է իր հատուկ կառուցվածքով, խաչացեւ հորինվածքով, որ բնորոշ է հայկական ճարտարապետության։ Տաճարի արտաքին բադերուն վրա կանտակված էին Քրիստոսի 12 արաքյալներու պատկերները։ Թարերու ընթացքին գարույցը բազմիցս փոխած է իր կորձարույթը։ 1579-ին, երբ Գարսը գրավեցին օսմանցիները, այն վերածվեցավ մզկիթի։ 1870-1878 թվականներուն ռուս թրքական պատերազմեն ետք եկեղեցին դարձավ ռուսական ուղղափառ տաճար։ 1920-ին ետք, երբ Գարսը բռնակրավեցավ թրքական ռեժիմի կողմէ, շենքը տարբեր նպատակներով օգտագործվեցավ եւ գրգին վերածվեցավ մզկիթի։ Այսօր Սուրբ Արաքյալներու տաճարը կմնա հայկական մշակութային ժառանգության կարևոր վկայությունը արևմտյան Հայաստանի մեջ, հիշեցնելով Գարսի հայկական անցյալը եւ հոգեվոր ժառանգությունը։ Դեկտեմբեր 8-ին եւ 9-ին Երևանի Պետական համալսարանին մեջ գիտական խորհրդի նիստերու դահլիճին մեջ տեղի պիտի ունենա միջազգային գիտաժողովը ցեղասպանություն, հիշողություն, ճանաչում, կանխարգելում խորակրով։ Գիտաժողովը կազմակերպված է Հայագիտական հետազոտություններու ինստիտուտի եւ Մարդու իրավունքներու եւ ցեղասպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Միջոցառման կմասնակցին փորձագետներ եւ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներէ։ Գիտաժողովի նպատակն է խթանել միջազգային համագործակցությունը, փորձի փոխանակումը եւ մշակել նոր ռազմավարություններ ցեղասպանություններու եւ զանգվածային վայրակություններու կանխարգելման ուղղությամբ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։